Դե շարունակում ենք առավոտ լուսոն եւ մեր հաղորդումների ընթացքում մենք բարբերաբար անդրադառնում ենք բազմաթիվ հոգեբանական թեմաների, անչափ կարևորելով հոգեբանական կրթությունը, որովհետեւ այս թեմաների մասին տեղեկանալը, իմանալը, ինքներս մեզ ավելի լավ ճանաչելը օգնում է, որ ավելի լավ ու առողջ ապրենք հոգեբանորեն։ Լիաթոք թթված ինչ ստանանք, կարելի ասել այսպես կյանքից։ Եվ հենց այդ պատճառով էլ այսօր շատ հետաքրքիր թեմայի շուրջ կզրուցենք կարևոր մասնագետի հետ, հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի հետ, ով արդեն մեր տաղավարում է։ Բարի լույս Արման։ Ողջույն։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Օգադարց։ Այսօր անդրադառնում ենք հուզական ճոճանակ հասկացողությանը։ Առաջական մեր զրույցը սկսենք այնտեղից, թե ինչ է հուզական ճոճանակը։ Նախ ասեմ, որ դա ավելի շատ այսպես pop psychology կամ մի քիչ կենցաղայնացված տերմին է, եւ հուզական ճոճանակ, որ ասում ենք, հիմնական նկատի ունենք հարաբերություններում դրսևորվող երևույթը, երբ որ զույգը մեկ շատ լավ են իրար հետ, շատ հաճելի է իրանց, ուրախ են, երջանիկ եւ այլն, եւ մեր մյուս այտենց բևեռային վիճակում են գտնում, անդադ վիճում են, շատ վատ ձևով գուցե վիճում են, երբեմն նաեւ լինում է, որ ֆիզիկական գուցե վնաս տալով իրար եւ շատ հաճախակի գուցե նաեւ օրվա կտրվածքով մեկ անգամից ավել ինչեւ է հուզական ճոճանակ հիմնական այս կոնտեքստում ենք կիրառում երբ որ խոսում ենք հարաբերությունների մասին այստեղ ենք իսկ միայն ռոմանտիկ հարաբերությունների մասին է խոսքը թե հարաբերությունների մասին ընդհանրապես օրինակ չգիտեմ աշխատանքային հարաբերությունների ընկերական հարաբերություններում այդտեղևս կարող են հուզական ճոճանակներ լինել հուզական ճոճանակ երևույթը կարելի է տարածել ցանկացած հարաբերությունների վրա բայց առաջին հերթին ոնց որ ռոմանտիկ հարաբերությունների մասին ենք խոսում որտեղ այնտեղ սպեկտրը լայն է փոխազդեցության դրա համար այնտեղ ավելի ինքը այդպես ընդգծուն է ու ավելի հաճախ դրսևորվող քան մնացած բոլոր հարաբերություններում Հիմա եթե ես մեկ լավ եմ օրինակ իմ զուգընկերոջ հետ եւ 1 ժամ հետո տրամադրությունս ամբողջապես փոխվում է եւ սկսում եմ ավելի ագրեսիվ լինել, նշանակում է, որ ես նրան ենթարկում եմ հուզական ճոճանակի Պարտադիր չի, որտեղ հուզական ճոճանակը ոչ թե ձեր կամ ձեր զուգընկերոջ հոգեկան հուզական վիճակի մասին, այլ հարաբերություններում տիրող եւ հարաբերություններին բնորոշ կոմունիկացիայի մասին ու վարքի մոդելների։ Դուք կարող եք անձը կարող իրանց շատ տատանդվող ինչ-որ վիճակներում լինի, այդպես տրամադրության արագ փոփոխություններ, կտրուկ փոփոխություններ, բայց մյուս կողմը դրանում չներգրավի եւ բավականին կայուն իրան դրսեւորի, որը չի բերի որևէ տեսակի հուզական ճոճանակի դրսեւորման հարաբերություններում։ Այնպես որ դա հարաբերություններին բնորոշ երևույթ է, ոչ թե կոնկրետ անձին, եւ դա դրսեւորվում է հիմնական վարքային մոդելներով կոնկրետ։ Ինչ-որ մի բան եղավ, մի անգամ վիճեցին, շատ բուրըն զարգացավ, վեճը կռվեցին, խփեցին, ջարդեցին, մի քանի րոպե հետո, կես ժամ հետո իրար հետ շատ լավ են, ու տենց կարծես ոչինչ չի եղել։ Ինչ-որ ֆիլմային սցենարով էլ վերջանում է։ Իսկ դա լավ չի, որ հենց տենց սկսում են կռվել հետո ապսեները կոտրել, չգիտեմ, տունը ջարդ ու փշուրանել, հետո վերջում ձեր ասած ֆիլմի սցենարով շատ հաճելի հիշեցի միստր եւ Միսիս Սմիթը։ Այո։ Եթե տենց ֆիլմի կոնտեքստում էլ նայենք, գուցե ահա, լավ է, բայց բան նրան Բայց ոչ միշտ է տենց ֆիլմի սցենարով ավարտվում։ Այո։ Լավ, ինչպես հասկանանք, որ մենք գտնվում ենք հուզական ճոճանակի մեջ եւ ինչ քայլեր են պետք այդ դեպքում։ Առաջին քայլերը։ Նու ցանկացած մարդու համար դա շատ հեշտ տեսանելի է, թե հարաբերությունները իրանց այնպես է, որ օրվա կտրվածքով կամ շաբաթվա կտրվածքով շատ հաճախ վիճում են ու իրանք ունենում են պահեր, որ զգում են, որ շատ դժվար է իրար հետ համարյա իրար ատում են, նաև դրանից քիչ անց կամ թեկուզ օրվա ընթացքում էլի միջի օրվա ավարտը զգում են, որ առանց իրար ապրել չեն կարող, շատ զգացմունքային, ռոմանտիկ դրսևորումներ, հավանաբար մենք գործ ունենք այդ հարաբերությունում հուզական ճոճանակի հետ։ Ու բանը նրանում է, որ այստեղ կենսաբանական մեխանիզմներ են ներգրաված, մասնավորապես նեյրոկենսաբանական, որտեղ երբ որ էվոլյուցիոն մեխանիզմները իրաց գործն անում են, երբ որ ծիրարվածության փուլը անցնում է, որը բնականորեն առանց որևէ ջանքերի մեզ ստիպում է մեր զուգընկերոջ հետ մեզ շատ լավ զգալ եւ շատ մոտիվացված լինել, երբ որ այդ փուլը անցնում է, գալիս է արդեն ավելի հավասարակշռված, բալանսավորված հարաբերությունների փուլը, այստեղ այդ դրական բավարարվածությունը դրական զգացմունքները, զգացողությունները ապահովելու համար գործողություններ են պետք, որպեսզի այդ դոֆամինը, որը նաև դոֆամինն է պատասխանատու նեյրոմեդիատորի հորմոնը ինքը, այդ բավարարվածության համար եւ նաև ընդհանրապես մեր մոտիվացիայի համար, որպեսզի դոֆամինը արտազատվի, մեզ անհրաժեշտ է կոնտրաստ, դոֆամինային կոնտրաստ են դա անվանում։
դա այն է, երբ որ մեզ հիմա լավ է իրար հետ, բայց ինչ որ պայ դա սկսում է ձանձրացնել եւ այդ նույն վիճակը, նույն ծավալի դոֆամին էլ չի ստիպում, որ արտազատվի մեր օրգանիզմում։ Ու սկսում է ձանձրալի լինել։ Իսկ երբ որ ինչ որ պահի ակամայից անգիտակցորեն մեր ուղեղները ֆիքսում են, որ վեճից հետո լավ կարա լինի, ուղղակի նորմալ լինելով իրար հետ, դոֆամինը նորից մեծ ծավալով արտազատվում է։ Ստացվում է մի հատ ապակառուցողական մեխանիզմ։ Դրա համար դուք ասեցիք լավա թե չէ, լավ չի, որտեղ դա անառողջ եւ ապակառուցողական մեխանիզմ է։ Մենք լավ ենք զգում զուգընկերոջ հետ մեզ իր հետ լավ է, որտեղ միջև այդ վատ է եղել եւ դրա շնորհիվ որ այդ կոնտրաստն է ապահովել։ Պատկերացրեցիք։ Իսկ հոգեբանական մեխանիզմներ կան, բուն հոգեբանական մեխանիզմներ կան այս ամեն ինչի հիմքում։ Ոչ մի հոգեբանական մեխանիզմ առանց նեյրոկենսաբանական հիմքի չի լինում։ Դրա համար այդ ամենը փոխկապակցված է, հոգեբանությունն էլ գիտություն է, որը հիմնվում է ավելի շոշափելի հետազոտությունների ու հետազոտողեն տվյալների վրա, նեյրոկենսաբանությունից, բժշկությունից եւ գենետիկայից։ Դրա համար մաքուր հոգեբանական ինչպես անենք, որ դոֆամինը արտադրվի առանց այս անառողջ պատեռների, ինչպես դուք նշեցիք։ Լավ հարց է, այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ հարաբերությունները իրանք իրանցով չեն զարգանում կամ իրանք իրանցով լավը չեն մնում, եւ դա ոչ տաժանակիր, բայց աշխատանք է, հոգատարության, սիրո դրսևորումներով եւ նաեւ բնականաբար այն ամենով, ինչը զուգընկերոջ հետ հետաքրքիր կլինի անել այս կյանքում։ Դրա համար այս մասով անհրաժեշտ է հիշել, որ այդ դոֆամինային կոնտրաստը դրական դաշտ տեղափոխելու համար անհրաժեշտ է տեսնել, իսկ ինչ ենք անում ենք իրար հետ այս կյանքում, ինչա մեզ հետաքրքրում, ոնց կարող ենք մեր կյանքը ավելի որակով դարձնել, ավելի հետաքրքիր դարձնել, այլ կերպ ասած կարելի է սկսել գոնե կենսակերպից։ Իսկ եթե դա էլ չի օգնում, կարելի է փորձել դիմել մասնագետի։ Այստեղից հետևությունը որ շատ շփվել է պետք։ Մեկը մյուսից հաղորդակցումը բանալինը ցանկացած իհարկե շատ ճիշտ նկատեցիք որովհետև ձեր խոսքի մեջ նշեցիք որ մեզանից էլ է շատ բան կախված այսքան անհաշիվ որ դրսևորումներն է որ վիրաբնականոն ընթացքով գնաց հետո սա եղավ հետո նա եղավ մենք էլ պետք է աշխատենք մեզ վրա որ ես չգիտեմ իմ կնոջ նախասիրություններ իմանալով հանդերձ փորձեմ այդ ուղղությամբ ինչ որ մի հաճելի ճիշտ ճանապարհի վրա նույնը փոխադարձ բայց նույնը փոխադարձ պետք է իհարկե Այս դեպքում հավանականությունը արդեն նվազում է, որ մենք կհայտնվենք հուզական շրջանակում։ Հա, որովհետև դա նաև վարքային սովորություններ են, վարքային մոդելներ են։ Մենք ենք այդպես մեզ սովորացնում, որ մեր հարաբերությունները այդ վարքային մոդելներով ընթանան։ Եթե մենք մեզ մեկ անգամ թույլ տվեցինք զայրանալ բաժակը կոտրել, հաջորդ անգամ դա մեզ ավելի հեշտությամբ է տրվելու երկու պատճառով։ Նախ մեզ արդեն ծանոթ վարքը, երկրորդը մյուս կողմից շատ հստակ սանկցիաներ դրա նկատմամբ չդրվեցին, հանդուրժեցին։ Ու կարող է հանեղվեցինք, կռվեցինք, բայց հետո լավ եղանք։ Սա նշանակում է, որ դա կարծես թե անհետևանք անցավ։ Այսինքն մեր ուղեղը նաև որպես այդպես պրագմատիկ համակարգ ֆիքսեց, որ այս արարքը իր հետևից որևէ լուրջ հետևանքներ չբերեց։ Դեռ մի բան էլ դոֆամին արտադրվեց, կարելի է կրկնել։ Դա իր հերթին հետո այն ֆիլմի բանով, հա։ Ահա։ Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, միշտ խնդիրները լուծվում են, երբ տեսնում ենք դրանք, արդեն անվանում ենք եւ մեզ համար տեսանելի է, հա, որ օրինակ եւ ընդունում ենք, որ եւ ընդունում ենք, որ հաշվենք ընդունել ենք, տեսել ենք, հասկացել ենք, որ կա հուզական ճոճանակ հարաբերություններում։ Հաջորդ հուզական ճոճանակի դեպքում զույգերից մեկը, որը որ նկատել է, որ կա այդ պատեռնը, ինչ պիտի անի։ Այսինքն այդ պահին հնարավոր է ինչ-որ բան անել, որ կանգնեցվի ընթացքը։ Ընդհանուր առմամբ կանգնեցվի ճոճը, եթե կարող ենք այդպես անվանել։ Կանխարգելելն է այստեղ հնարավոր, այսինքն եթե ֆիքսում է զույգ որ նման խնդիր կա իրենց հարաբերությունում, այսինքն իրենց կոմունիկացիայում դրսևորվում է այդ հուզական ճոճանակը, բնորոշ է դա իրանք կարող են խոսել դրա մասին եւ փորձել հասկանալ ինչն է իրենց մոտ, մեկը մյուսի մոտ զայրույթ առաջացնում, կամ հոգեբաններն ասում են թրիգեր անում այդ զայրույթը։ Այսինքն ինչպես օրինակ սիրելիս այս բանին դու ինձ գցում ես հուզական ճոճանակի մեջ, թե այլ հետ երբ որ իրանք գիտեն որ դա բնորոշ է իրենց հարաբերություններին, ոնց որ դուք ասեցիք Ռուբեն, որ խոսեն, ասեն, գիտես, երբ որ դու գալիս ես եւ բաժակը չես դնում իր տեղ այսպես, ինչպես մնացած բոլորն, դա այն զայրացնում է, դա նշանակում է, այս մտածում եմ, որ դու չես հարգում իմ աշխատանքը։ Խոսեն, որ չգիտես, սիրելիս ես հարգում եմ քո աշխատանքը, քո ուշադրություն չեմ դարձնում, օքեյ, մենք կարող ենք այստեղ ինչ-որ բան անել, ես շատ պարզեցված եմ ասում, իհարկե, ու խոսեն նախապես հասկանալ, ճանաչել մեկը մյուսի համար, ինչն է զայրույթ առաջացնում եւ մտածեն, իսկ ինչ այլընտրանքային վարքային մոդելներ կարան իրանք մտածեն ի պատասխան ոչ թե
Չէ, ինչ ես ասում, այտենց բան չկա, այլ օքեյ, կներես, ես իրականում դրա տակ 20 նկատի ունեի, ինձ համար դժվար չի ես այսպես կանեմ, այսինքն աշխատել նրա վրա, որ հասկանալ, որոնք են այդ հուզական ճոճոնակն առաջացնող վիճակները կամ տրիգերները եւ ինչ կարող են ակնկալել այլընտրանքային վարքի տեսքով, որ ոչ թե այսպես վարվեն, որ հետո մեկը մյուսին ու վեճ դառնա հերթական, այլ օքեյ, ինչ այլ կերպ կարելի է նման դեպքում պատասխանել, որ վեճ չլինի եւ փոխադարձ ըմբռնման հասկանան, այտենց անցնեն առաջ։ Սա Ես նկատել եմ, որ մենք հայերս հատկապես տանը ու տղամարդիկ հատկապես շատ սկզբունքային ժողովուրդ ենք, էլի։ Բայց այդ սկզբունքները շատ հաճախ անառողջ սկզբունքներ են լինում, որոնց պատճառով էլ նաև բխում են այդ խնդիրները։ Այստեղից հետևություն հաճախ պետք է շփվենք զույգերը կամ իրար հետ կիսող կյանքում գտնվող այդ մարդիկ հաճախ պետք է շփվեն միմյանց հետ, որպեսզի ել ավելի լավ փորձեն իրար ճանաչեն, իսկ մնացած այլ այդ ճոճանակները, որոնք որ ֆիլմի սցենարով են ավարտվում, դրանք ողջունելի է։ Նույնիսկ խրախուսվում է, որպեսզի ֆիլմի սցենարով ավարտվի ամեն ինչ։ Ցավոք սրտի շատ ակտուալ թեմա է ու մեր առօրյայում, մեր շրջապատում նույնիսկ վստահ եմ շատերից մոտ հանդիպում են նման խնդիրներ։ Փաստորեն այստեղից հետևություն, որ միակ գործիքը այդ ճոճանակից դուրս գալու մենք ինքներս ենք։ Մենք ինքներս ենք, մենք այս մյուսին օգնելով, ձեռք մեկնելով, այդ դրության մեջ ընկնելուց հետո քաշելով, հանելով Որտեղ եթե մասնագետի էլ դիմեք, միևնույն է դուք եք դա անելու։ Դե բայց մասնագետին պետք է դիմեն, որ հասկանա, որ իրանք են այստեղ իրանց օգնողը, որովհետև շատ հաճախ մեկը մյուսին է սկսում մեղադրել, դու պետքա սա աներ, չէ, դու պետքա դա աներ, դու ես տղամարդը, բայց ախր ես դա արեցի, դու չարեցիր, ու սկսվում է նորից այդ կա նման ամեն ինչ սկսում է զրոկետից։ Այս խնդրով հաճախ են դիմում ձեզ։ Որպես կանոն հենց այդպես օրգանացել մեզ մոտ չգիտեն, որ դա է, այդ ընթացքում ենք ոնց որ հասկանում, հետո մի հատ խնդիր էլ կա, մենք որոշ առումով կարող է սխալվում եմ, գուցե սխալվում եմ, հուսամ սխալվում եմ, բայց կոնֆլիկտների լուծման, կոնֆլիկտային իրավիճակներում լուծման ինչ-որ գործիքակազմի որպես կանոն չենք տիրապետում կամ քիչ ենք տիրապետում, մենք ավելի շատ փորձում ենք միանգամից հարցը լուծել արագ գուցե նաև զայրանալով կամ սա բոլորին բնորոշ չի, սա միշտ չի որ դրսևորում ենք, կարող է նույնիսկ ես սխալվում եմ, բայց սրանք ոնց որ սովորովի վարքային մոդելներ են, թե կոնֆլիկտային իրավիճակներում մենք ոնց ենք վարվում։ Ու սա ինձ թվում է տեսանելի է կոմունիկացիայի դերային հարաբերությունների բոլոր դրսևորումներում, սա միայն այնպես չի որ մեզ է բնորոշ։ Արման շնորհակալ ենք եւ ամեն ինչ սկսվում է իմացությունից եւ տեսնելուց խնդիրները վստահ եմ այս զրույցը մեր հեռուստատողներին կօգնի եթե ճոճանակի մեջ են դա գոնե նկատել առնվազն առաջին հերթին իսկ